Սիրելիներ, բարելույս բոլորիդ։ Թողտերս խուսային պերանիցս ու հայտնե այն ծրագրերը, որոնք պատրաստել է ընձի ու ցեզի համար։ Սիրելիներ, իրոք ցավ է, երբ որ կմահանա մեր սիրելիներից մեկը։ Բայց ավելի մեծ ցավ է, երբ որ մեզնից շատերը չեն հասկնար ինչ որ բանի վերջը, ինչ որ նոր մի հատ բանի սկիզբ է։ Մենք պետք է սկանք ու ցավ ապրենք այն ժամանակ մեր սիրելիների համար, երբ որ իրանք փրկություն չեն ունենա։ Իսկ եթե իրանք փրկություն ունեն, մենք պետք է մեր ուրախությունը չկորցնենք, որովհետև մեր սիրելիները երկնքից էլ կհետևեն մեզի, ովքեր որ երկինք են գնացել, ու շատ կտխրին, կնեղվին, երբ որ մենք կուլանք իրանց համար, երբ որ մեր վիճակը իրականում ավելի լացեղնելու է։ Գիտեք, ես շատ անգամներ եմ սել ու նորից սկսեմ, երբ որ ինձ հարված կհասնի, ես շատ ավելի ուժեղ կդառնամ։ Երբ որ ինձ հարված կհասնի, ես ավելի զորավոր կդառնամ։ Հոգևորը նման է գնդակի, ինչքան ուժեղ կհարվածես, ինքը ավելի բարձր կլինի։ Երբ որ Տերս մորս մահից հետո ինձ հետ խոսած, իմ մեջս լցրեց խաղաղություն, հանգստություն ու նոր նպատակներ։ Ինձ ասավ, դու աշտենաս աշխատիս տարբեր ազգերի, ցեղերի ու լեզուների հետ ու պիտի շատ երկրներ էշտաս, որովհետև ես վերցրեցի ամեն տեսակի արգելք քո թեմիցդ, իմ մերս այնքան շատ կանհանգստանար, 5 րոպե ուշացնեի իրա զանգը վերցնելը, ինքը արդեն կվախենար, թե սնձի լավ չեմ զգա։ Ես որ իմ մերս բաց չի զգա, թե ես ավետարանը քարոզեմ տարբեր ազգերի մեջ, որովհետև ինքը երկնքում կուրախանա, որ ես Աստծու խոսքը կտարածեմ ու նաև երկնքից Աստված իրան ցույց կտա, թե ինչ կարգի է պաշտպանել իմ տունս, իմ ընտանիքս ու իմ կյանքս։ Ես պիտի սկսեմ շատ շատերին օգնել, և ֆինանսապես, և հոգևորապես, ևս, որպեսզի ես կրնանամ օգնեմ շատ շատերին, ինչպես նաև շատ արդյունքների հասնեմ, Աստված ինձ միշտ զորվցրել է, որ ուրիշի հաշվին չապրեմ, ես միշտ աշխատել եմ ու աշխատելու եմ, որովհետև Աստծու մարդը Պողոսն ինքն էլ էր վրանակորց ու հեչ մեկի արդյունքներին չէր սպասել։ Ճիշտ է, շատ է, որ հավատագիցները օգնել են, նորմալ է, որ պետք է օգնեն էլ հավատագիցները քեզի, դու իրանց, բայց ամեն դեպքում ամեն ինչի մեջ չափ կա, դու էլ պետք է ունենաս քո աշխատանքդ։ Տերս ինձ բացեց, ցույց տվեց, ես որ կաղոթեի, Տեր ջան, հիմի ինձ ցույց տուր կոնկրետ, ես շատ աշխատելու, գումար վաստակելու միջոցներ ունեմ։ Իմ մերս միշտ կուրախանար, երբ որ ես լավ կեղմեի։ Իմ մերս անընդհատ ինձ քսեր, Աննա ջան, իմ ուշք ու միտքս դու ես։ Ես ամենաշատը քո մասիդ կմտածեմ, քո երեխեքիդ մասին։ Դու լավ եղնես, ես էլ լավ կեղնեմ։ Հիմի ես պետք է աշխատեմ, որ ամեն օր լավ եղնեմ, ամեն օր էլ ավելի լավ եղնեմ։ Սիրելիներ, այսօր Տերս իմ բերանիցս ցեզի կհորդորե, եթե դուք ունեք մահացածներ,
որոնց որ չեք կրնա մոռանաք ու որոնց պատճառով չեք կրնա կյանքին նայեք ուրիշ աչքերով, կհորդորեմ հետևյալը. լավ եղեք, որ իրանք է լավ եղնին։ Ես աշխատանքս ինձ Աստված ցույց տվա, որ քո ալիքն է։ Իմ օգտակար խորհուրդներ YouTube-յան ալիքիս մեջ ես համարյա գումար չեմ վաստակե երկար ժամանակ, որովհետև միշտ Տիրոջով տեղադրել եմ այն տեսանյութերը, որոնք շատ շատերին դուր չի գա։ Բայց կարևոր Աստծուն դուր կգա։ Ինձ դերս այդ օրը սա որ դու YouTube-ից մենակ կտեղադրես կերակրատեսակներ, լիք եղնի քո աշխատանքդ, մաքրություն, խոհանոց եւ այլն, ինչ որ Տերս կառաջնորդե։ Իսկ հոգեվոր տեսանյութերը ես կտեղադրեմ, իմ աշտարությունը կհաղթե ալիքիս մեջ, որը լրիվ հոգեվոր ալիք է, որի սիլքին կտեղադրեմ, որպեսզի բաժանորդակրվիկ ու ընդեղից լսվիկ Աստծո խոսքով։ Ես ցեզ ասեմ, այդ ալիքը միամ այնքան լուրջ ալիք պետք է եղնի, դուք այնքան մեղքեր պետք է ճանաչեք, այնքան սխալներ, իսկ այս օգտակար խորհուրդներ ալիքս պետք է եղնի լուրջ խոհանոց, որը ցանկացած կնոջ պետք է դարձնե լավ մայր, լավ կին, լավ խոհարար։ Որովհետև կանայք մենակ նոր համար չեն, որ Աստծո խոսք խոսան, եկեղեցի իշտան, կինը լավ մաքրասեր պետք է եղնի, գոգիկ պետք է եղնի, ինչպես նաև կրնանա առողջ համեղ կերակրատեսակներ պատրաստել իր ընտանիքի համար։ Չոր մարդը եթե առողջ չի սնվի, հոգևոր ոլորտում կթուլանա, կտկարանա ու կմեռնի։ Ֆիզիկական ոլորտն էլ է նույնը։ Պետք չէ որ մեր երեխեքին անընդհատ դսի կերակրներով կերակրենք, որ չիտես ինչ ձետով վերաշկին կսարքեն, ինչով պիցան կսարքեն։ Այդ պատճառով էլ ես կուզեմ, որ մենք սորվինք պարզապես ունենալ առողջ խոհանոց։ Մինչ այս դեպքը պատահելը ես կատայի խաչապուրի էի պատրաստել, որ նոր պետք պատրաստվեի կտեղադրեի, կպատրաստեմ, կտեղադրեմ վաղը, թե ինչպես կրնանք արագ, հեշտ տարբերակով կաթա պատրաստել, որը արդյունքը հավատացեք գերազանց կեղնի։ Իսկ որակական առումով իհարկե նույնը չեմ կրն ասեմ։ Իսկ թե ինչի տեսանյութի մեջ կներկայացնեմ։ Դպես ժողովուրդ ջան, լավ եղեք։ Տիրոջը ձեր կյանքերի մեջ առաջի տեղ դրեք։ Ինչ որ Աստված կվերցնե դիգեպարին, ինչ որ Աստված կտա դիգեպարին։ Աստված չի կրնա մեզի վատ բան տա, Աստված չի կրնա մեզնից լավը վերցնե, ամեն բան կեն Աստված իր ժամանակին։ Ես փառք տամ Աստծուն, որ իմերս 72 տարի ապրավ, կան մարդիկ, որ ավելի քիչ են ապրել։ Օրինակ իմ ամուսինս 41 տարեկան հասակում վերջծվավ, ու գիտեք ինչի գիտեմ, որ իրանք երկնքում են, որովհետև երկուսն ունեին ապաշխարող սիրտ։ Կան մարդիկ, որ իրանք հավատացյալներ են, բայց դժոխքի մեջ են, ու գիտեք ինչի, որովհետև իրանք կմտածեն, որ իրանք շատ լավն են, ու իրանց ցուպը ձեռքերը կրնան անտատ քեզի ուղղորդեն, որ դու լավը չես, իրանք լավն են, դու ճշմարտության մեջ ես, իրանք ճշմարտության մեջ են, դու սխալի մեջ ես, ու բարձրից կնային քեզի, իսկ Աստված ձեր դերին կնայ, ու կնայ, թե դու ինչ կանով ես խոնար։ Օրինակ իմ ամուսինս միլիոնատ սխալ ուներ, բայց շատ ապաշխարող էր։ Դերս իջեք որ իրանք կոմայի մեջ թողեց, որպեսզի ինքը ապաշխարեր, նոր վերցրեց։ Իմ մորսել ինքը ինքան ճզմեց, մինչև ապաշխարեր, նոր վերցրեց, որովհետև եթե ինքը չապաշխարեր, չէր վերցնե։ Ես կմտածեի, որ հələ ինքը չի ապաշխարե, ես կմտածեի, որ ետք Աստծո համար ծառայե, բայց Աստված իմ երեխես չէ, ես եմ Աստծո երեխեն։ Ու ես չէ որ պետք է թելադրեմ Աստծուն, թե Աստված ինչ է, Աստված պետք է թելադրե մեզի, թե մենք ինչ պետք ենք, ինչն է ճիշտ։
Փառք Աստծուն ամեն ինչի համար։ Սիրելիներ, մեկնությունների համար ձեր գրած շատ շնորհակալ եմ, ոմանց պատասխանել եմ, ոմանց չեմ հասցրել դեռ պատասխանեմ։ Ձեր մխիթարական խոսքերի համար շատ շնորհակալ եմ ու փառք Աստծուն Տերս արդեն իսկ ինձ մխիթարել է։ Ու բոլորիդ, ովքեր ունեն սիրելի կորցրած հարազատներ, կհորդորեմ մեկ բանեմ, արեք լավ եղնենք, մի թողեք որ սատանան ուրախանա։ Երբ որ ես լաց կեղնեի գիշերը, մամայիս պահով էր երևի, չեմ հիշե, Աստված էս խոսքը դսավ, երբ որ դու գտխրիս, սատանեն կուրախանա։ Հիմի հիշենք, ես ու դու տխրելու իրավունք չունենք, որովհետև սատանային կուրախացնենք։ Մենք պետք է ուրախանանք, որ սատանան տխրի, Աստված ու մեր սիրելիները ուրախանան։ Իսկ մի քանի ժամանակ ունենք աղոթենք մեր կենտանիների համար, կենտանի հարազատների, բարեկամների, ընտանիքի անդամների համար, որպեսզի ամեն մեկը Տիրոջը հիշտան։ Սկան է Ժողովուրդ ջան, հոգևոր ալիքը նորից կկրկնեմ, կտեղադրեմ այս տեսանյութի տակ։ Հզոր ծառայություններ պետք է անցկացնենք, աշխատեք, միացեք։ Խմբակի մեջ շատ հնարավոր է այս ընթացքը մարդիկ չներգրավվին, որովհետև ես շատ քաջերին եմ նորից թողել, որոնք եկեղեցու սյուներն են, հաստատությունն են, որոնք քայլեն հնազանդության մեջ, որոնք գուկան իրանց անձը տնելու, ոչ թե ինչ-որ օգուտներ քաղելու Տիրոջից, որոնք չեն Աստծուն թելադրելու, այլ գուկան Աստծուց թելադրվելու։ Մի խոսքով Ցեցի հետ կաշխատին բոլորիդ, ում որ Տիրոջ Սուրբ Հոգին կառաջնորդե, պարզապես իմ YouTube-յան աշտարությունը կհաղթե ալիքով։ Գրեք աշտարությունը կհաղթեք բերը։ Ձեր կճանչեք արդեն մեջը կամ Ժողովուրդ ջան, սկանը լավ մնացեք, ժպտացեք, որ ձեր հարազատներն էլ ժպտան, ցույց տալով, որ մենք չենք պարտվի։ Եթե Աստված իմ կողքս է, իմ հարազատներս, սիրելիներս երկնքում են, պապայիս մոտ է գնացել մամաս, ամուսնուս, ու էլի հարազատների, ես ինչի պիտի նեղվեմ, իրանք ունին նեղվելու պատճառ, մենք չունենք, իրանք շատ լավ կաբրեն, մենք մեզի համար որ պետք է ցավակցեն մեզի, որ այս կեղտոտ աշխարհի մեջ կաբրենք։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք։